Այդ միջադեպը համացանցում շատ բուռն է քննարկվել եւ բազմաթիվ զրպարտություններ է տեղի ունեցել իմ նկատմամբ եւ ամբողջ իրականությունը մանիպուլացրել են։ Դրանից պատճառով ես այսօր հրավիրել եմ այս ասուլիսը, պատասխանեմ ձեր հարցերին եւ այդ ամենը բարձաբանեմ եւ հստակ փաստերով հիմնավորեմ, որ այդ ամենը սուտ է։ Առաջի սուտը ուզում եմ անդրադառնալ նրան, թե իբրև, ինչպես որ համացանցում շատ բուռն տարածվեց, որ իբրև թե մանկապարտեզի տեսանյութում ես թաղապետին վիրավորել եմ։ Հիմա ձեր թույլտվությամբ ես հիմա կմիացնեմ այդ մանկապարտեզի հրապարակած տեսանյութը եւ բոլորս մենք իրար հետ կդիտենք հստակ փաստերով, այլ ոչ թե խոսքերով եւ կտեսնենք որտեղ եմ ես, որևիցե բառ, որևիցե մեկի հասցեին այդ թվում թաղապետին վիրավորել։ Այս խոսափողերը, Նայ, ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է էսի։ Ժողովուրդը տեսնում է, ժողովուրդը իրանց ասելիքը կասի, անկեղծ, ես ամենին խոսք չեմ տեսնում։ Հիմի նաև իմ հարցը Մասիվի թաղապետին է, այսինքն Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությանը, էլի օրինակի համար։ Թաղապետը դուք եք, հասկանում եմ, որ ձեր կաբինետից ներքև ձեր քթի տակի այգիները նույնիսկ չեք մտնում նայում ինչա, բայց մանկապարտեզը այստեղ հասկանում եք, մեր երեխաներն են խաղում, հասկանում եք, այս քարը կբլվի կընկնի, հասկանում եք, բարոյականությունից եք, հետ եմ գալու նորից ստուգելու եմ, չեմ թողի, որ սենց այս վիճակում թողեք այս մանկապարտեզը։ Դուք եկա պոկվելու անգնի, հա։ Դոդում պիտի անեն, սվարկա։ Չէ, այս նորմալ է, ժողովուրդ։ Իշխանությունը, պաշտոնյաները աշխատանքային շրջաններ չեն անում, իրանց աշխատանքային կաբինետից դուրս չեն գալիս այդ մարդիկ, բախում են։ Մեկ էլ նկարվելու համար են դուրս գալի, որ սենց գան, բուն խնդիրները տենան, փորձեն լուծումներ տան, որպես այսպիսի սենց Բախվում ու չեն գալ, բախվում ու չեն գալ։ Ուրեմն մի օր որոշել եմ փող քաղաքապետերի հանգստան սենյակները շրջայց կատարել, տեսնեմ ինչ խմիչներ եք դուք խմում։ Ձենը լսում է։ ամենաշատը երկու տարվա ընթացքում, 2 տարի հետո այս մանկապարտեզը նորից վերանորոգ Միանշանա, նորից։ ամենաշատը Երկու տարի չի ծառայ, ամենաշատը կանալիզացիան եկել է, լսվել է ստեղ ամբողջությամբ։ Հասկանում եք այդ հակասային տարիքան վիճակը ինչա տեղի ունենա։ Հավաքես մի ձևի լինել, տանել լսվել արգիշտի մեկ հասցրել դրանց կաբինետները։ Հիմա տեսեք ստեղ, էլի։ Ակոնք իմաստության ՔՊ-ն։ Որտեղ լուկը ասֆալտել է։ Պիտի փոխարենը բարձրացնեն, վերակառուցեն, այս ասֆալտի մակերեսին են, բայց բռնել ասֆալտը բռնել դիտավորել, կատուկից, սենց բամոց ժողովրդական լեզվով ասած, բերել են լուկը ասֆալտապատել են, հետո կան են տվել է ստիպված պատել է, չէ։ ու այս ասֆալտը լրիվ է, որ ուզենամ ջերս գցեմ քանդեմ, հաստատ կարողանամ դեմ։ Ու նորից եմ կերկնում, այս ձևի փողերը մսխել հոդս ցնդեցնել, ինչա դե ձեր ՔՊ-ականն է տղեկ։ Ամոթ էլի շնորհք ունեցեք։ Գոնե փող ուտում եք այս տեղ որ երեխեքի վրա չուտեք այդ փողն, էլի մանկապարտեզի վրա մի գերեք այդ փողն, էլի։ Ինչ պիտի անեն, ինչ պիտի անեն։ Դատե քննականներին, բոլորի պատասխանատվության ենթարկեն ու բերեն նորմալ կառույց։ Ես հարցը ուզում եմ նաև տալ այդ ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։ Լևոն Հովհաննիսյան, ձեր երեխային կբերեք այս մանկապարտեզը։ Կարող այդ ակոնք իմաստությանն է դարձել պատճառ։ Ես չգիտեմ, բայց հստակ ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, նոր ես միացրել էի Պաուլ Մանուկյանի հրապարակած տեսանյութը, որը ըստ իրանց առիթ է դառել, որ զանգահարեն եւ սպառնան։ Բոլորդ լսեցիք, որ հստակ իմ կողմից որևիցե մեկի հասցեին, այդ թվում թաղապետի, ոչ մի վիրավորական խոսք եւ առհասարակ ոչ մի նշում թաղապետի հասցեին որևիցե խոսք չի եղել։ Բացի այդ, համացանցում վերջի ժամանակահատվածում դեպքի վերաբերյալ շարքվել է այն, որ մենք
ներկայացել են դա մանկապարտեզի աշխատանքները որպես ավարտված եւ այդ ինչ որ երեխեքներ են հաճախում մանկապարտեզ, հարգելի ժողովուրդ ջան, լրատվամիջոցներ ջան, ես որդեգրել եմ մի սկզբունք, որն այն է, որ ես երբևիցե սուտ չեմ խոսում, ներկայացնում եմ այն իրականությունը, որը կա, անհերքելի փաստերով։ Եվ հիմա կրկին պարոն Մանուկյանի հրապարակած տեսանյութից մի հատվածը միացնեմ, որում հստակ ես նշում եմ, որ այդ մանկապարտեզի աշխատանքները ընդունված չեն, բայց սակայն արդեն իսկ պետք է հանձնված լինեին։ Այսինքն մենք չենք ասել, որ այդ աշխատանքները ընդունված է եւ ներկայացնում ենք սխալ։ Այսինքն ինչպես կա, այդպես էլ ես ներկայացել եմ։ Եվ հիմա միացնեմ այդ տեսանյութի այդ հատվածը։ Աշխատանքները չավարտված գնում է, բայց հեսա Մենք չենք կարողանում ավարտին հասցնել, որ մի հատ էլ չավարտած ենք նկարում։ Հենց հարցը դրանում է կայա։ Տեսեք, իմ գործողությունների մեջ ոչ մի զրպարտանք, վիրավորական ոչ մի խոսք չկա։ Ինչի արդիվ թաղապետը իրան թույլ է տվել, որ զանգահարի ինձ, միտումնավոր եւ սպառնացել, ինչի ձայնագրությունը իր զանգի հրապարակվել է այն բանի համար, քանի որ նա հերքել է, ասել է ես ոչ մի վիրավորանք չեմ տվել, հրապարակումը տեսանյութ ձայնագրումը դրա համար է եղել, որ իր սուտը ոչ մի ձև չկարողանան մանիպուլացնել։ Այսինքն, որից հետո նա վերահաստատել է, որ զանգել է եւ վիրավորել է, մտածված է։ Հիմա թաղապետի հարցազրույցից մի հատվածը միացնում, որտեղ նա ասում է. Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ժողովուրդ ջան, տեսեք, թաղապետը ըստ իր խոսքերի միտումնավոր է զանգել եւ ինձ սպառնացել։ Այն դեպքում, երբ որ ես որևիցե վիրավորանք չեմ արտահայտել։ Եվ հիմա ասեք, իմ կողմից սադրանքը այդտեղ ինչու՞ է կայանում, որ իրանց այս իշխանության թալանն են բացահայտում կոռուպցիան։ Այդ է եւ դրա համար տեսանյութով շատ པարզ հստակ երևում է, թե ինչպես եմ ես միայնակ բարձացել եմ վերև դուրը նորմալ ձևի ծեծել եմ, բացել եմ հանգիստ տոնով, խոսացել եմ, առասարակ կոչ եմ արել, որ նրանք հանգիստ տոնով խոսան, որը իրանք հենց ինձ վիրավորել են եւ հետևից հարվածել են եւ խմբակային ինձ վրա հարձակվել են, այդ տեսանյութը բոլորս էլ տեսել են եւ դա անհերքելի է։ Այսինքն սա ակնհայտ անհերքելորեն ապացուցում այն մասին, որ այդ ամբողջ գործընթացքը եղել է միտումնավոր կազմակերպված։